Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիք, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք առողջապահությունից եւ մասնավորապես առաջնային օղակի կարեւորությունից եւ մեր հյուրն է Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի աշխատանքների համակարգող վիրաբույժ Կարեն Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգելի Լիաննա։ Պարոն Գրիգորյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք հատկացրել մեր տաղավարում գտնվելու համար։ Գիտեմ, որ շատ զբաղված են որպես կանոն մեր առողջապահության աշխատակիցները։ Պարոն Գրիգորյան, խոսենք նախ եւ առաջ առաջնային օղակի մասին։ Ինչ այն իրենից ներկայացնում, որովհետեւ համոզված եմ, չնայած շատ կարեւոր թեմա լինելով մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեծ մասը չի տիրապետում տերմինաբանությանը, բացատրենք խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ նախ հրավերի համար, շնորհակալ եմ, որ թեման շատ կարևոր թեմա եք ընտրել մեր հարցազրույցի համար։ Եթե կարճ ներկայացնելու լինենք, ինչ իրենից ներկայացնում առաջնային օղակը, դա առաջին մակարդակն է, որտեղ պացիենտը հանդիպում է իր առողջական խնդիրներին կամ ցանկանում է չունենալ այդպիսիք։ Դա այն օղակն է, որտեղ որ բժիշկը, մասնագետը կարող է պացիենտին բացատրել, ներկայացնել, խորհուրդներ տալ իր առողջ ապրելակերպի վերաբերյալ եւ բուժել նրա այնպիսի առողջական խնդիրներ, որոնք որ չեն պահանջում երկարատև հոսպիտալիզացիան հարցեր, ծանր չեն, առաջին փուլերում են նրա առողջական խնդիրներ, որոնք ի հայտ են եկել, այդպիսի իրավիճակներում իհարկե անգնահատելի առաջնային օղակի դերը, որտեղ աշխատում են բազմապրոֆիլ բժիշկներ, ինչպես նաև նեղ մասնագիտացված բժիշկներ ըստ անհրաժեշտության ուղղություններ իրականացնելու համար։ Այսինքն կանխարգելման մասին էլ ենք մենք այստեղ խոսում, ճիշտ եմ հասկանում, բացի առաջին փուլից։ Անշուշտ կանխարգելումը մեծ դեր ունի առաջնային օղակի գործառույթների մեջ եւ եթե մենք պացիենտի շահերից ելնելով խոսենք, ապա մենք ապահովում ենք դրանով պացիենտի առողջությունը։ Իսկ եթե խոսենք պետության շահերից, բնականաբար առողջապահությունը առավել կարևոր է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, որտեղ այն ավելի մատչելի է դառնում պետության համար, քան եթե բարդը հիվանդանա եւ ծանր փուլերում նրան բուժօգնություն ցուցաբերվի։ Առողջապահության առաջնային օղակը շատ հաճախ է շեշտադրվում վերջի տարիներին, անգամ ես հիշում եմ առողջապահության նախարարն էր խոսում հենց մեր տաղավարում այդ մասին, այդուհանդերձ մարդիկ ավելի շատ կարծես հակված են այս օղակը շրջանցելուն եւ խնդիրների դեպքում միանգամից գնում են հիվանդանոց եւ դիմում են նեղ մասնագետի։ Ինչ է կարծում նախ ինչու է այդ հակումը ձևավորվել մեր հասարակության մեջ եւ երկրորդը արդյոք սա միշտ խելամիտ որոշում է։ Կրկին շատ կարևոր հարց եք բարձրացնում, նախ ասեմ, որ կարծես թե մշակութային ինչ որ կտոր պարունակում այս հարցը իր մեջ եւ տարիներ շարունակ ձևավորված առաջնային օղակի հանդեպ պահանջները հասարակությունից ձևավորված եւ առաջնային օղակը ինքը ինչպիսի դիրքավորում է ունեցել առողջապահության ոլորտում, այդ ընդհանուր սիմբիոզի արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ մարդիկ հիվանդանալիս չեն հիշել իրենց առաջնային օղակը, այլ մտածել են թե որտեղ կա լավ բժիշկ, ճակերտավոր ասած այսպես կոչված լավ բժիշկ, որտեղ բժիշկներ չեն կարող վատը լինել, մոտենան իրենց հարցը բարձրացնելու լուծելու համար։ Իսկ այդպիսի բժիշկները հաճախ աշխատել են ստացիոնար բաժանմունքներում, մեծ հիվանդանոցներում, իհարկե առաջնային օղակներում էլ եղել են եւ այսօր էլ կան հարգանքի արժանի բժիշկներ, ովքեր իրենց բուժօգնությունը ցուցաբերում են աշխարհի տեմպերին համահունչ, սակայն այդ մշակույթի կտորը դեռևս ինչ որ չափով պահպանվում է։ Ուզում եմ կարևորեմ առողջապահության նախարարության կողմից մշակված քաղաքականությունը այս առումով, երբ նախարարությունը ինքը շեշտադրում է կատարում առաջնային օղակի բարելավման, զարգացման եւ գործառույթների ընդլայնման առումով, սա անշուշտ անդրադառնում է եւ հենց այդ բժիշկների վրա, ովքեր աշխատում են առաջնային օղակում, եւ բուժառուների վրա, եւ ստացիոնար բաժանմունքներ ունեցող հիվանդանոցների վրա, որտեղ ծանրաբեռնվածությունը զգալիորեն կարող է եւ պիտի իջնի այս քաղաքականության հաջողման դեպքում։ Եվս մեկ նկատառում ինձ թվում է մեր հասարակության մեծ մասը ժողովրդի լեզվով ասած նաև մեկ աչքով է նայում կանխարգելման գործընթացին, մի տեսակ, դե եթե չկա խնդիր, եթե չկա լուրջ ինչ որ հարց, իմաստը
ժամանակ վատնել, գնալ թերապևտի հետ խոսել, ինչ որ անալիզներ տալ եւ այլն։ Սրան ինչպես եք վերաբերում, ինչ կասեք այս հարցում։ Այստեղ պիտի նշեմ, որ ընտանեկան բժիշկի կամ տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի, այսինքն նշեցի մասնագետությունների անուններ, ովքեր որ աշխատում են առաջնային օղակում, իրենց դերը պացիենտի հետ շփման ժամանակ շատ կարևոր է, երբ նախնդիր ունի վերականգնելու կամ պահպանելու վստահությունը պացիենտի իր հանդեպ, բժիշկի հանդեպ, այսինքն երբ պացիենտի աչքերում բժիշկի ասած խոսքը կշիռ ունի, նա վստահաբար կհետևի նաև իր խորհուրդներին, բժշկի կողմից տրված խորհուրդներին։ Իսկ բժշկի խորհուրդները միշտ լինում են առողջությանն ուղղված, առողջությունը պահպանելուն ուղղված քայլեր, չյով սկսող բառեր, որոնք որ պացիենտը պիտի չանի, եւ դրա արդյունքում այո, մենք ունենում ենք կանխարգելիչ գործողությունների որոշակի փաթեթ կոնկրետ պացիենտի համար, կոնկրետ մշակված բժշկի կողմից, որտեղ ինչպես գիտենք, ընդունված ասույթ կա, երբ մենք ուսանող տարիներից դեռ սովորում ենք, որ բուժել հիվանդին ոչ թե հիվանդությունը, մենք հետեւաբար պարտավոր ենք բուժել կամ խորհուրդներ տալ պացիենտին, ով որ այս պահին մեր առջև նստած է, եւ առանձնահատուկ նշելով, կարեւորելով նրա անձի տիպը, նրա առողջական ընդհանուր վիճակը, դրանից բխող համապատասխան խորհուրդներով։ Իհարկե ընդհանուր խորհուրդները միշտ կան, կրկին անգամ պիտի շեշտենք մեր առողջապահության նախարարության անունը, որտեղ որպես խրախուսող գործոններ մշակել են ծրագրեր, սկրինինգային ծրագրեր, որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, խրախուսելով նաև այդպիսի աշխատանք կատարող բժիշկների աշխատանքը, ստիպում են, ճակերտավոր ասած, ստիպում են, որ մարդիկ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ։ Կանխարգելիչ հետազոտությունների դերը շատ կարևոր է այն առումով, որ որոշ հիվանդություններ շատ հաճախ ընթանում են համր, կույր ձևով առանց արտաքին կլինիկական դրսևորումների եւ այսպես ասած դրսևորում են այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին եւ ոչ միայն ոսկորին։ Շատ լավ, խոսենք արդեն ձեր գործունեության եւ ձեր թիմի գործունեության մասին, որն էր Վիգմորի առաջնային օղակում գործունեություն ծավալելու շարժառիթը եւ նպատակը։ Վիգմորը ի սկզբանե որդեգրել է քաղաքականություն եւ աշխատելավոճ համահունչ քայլել աշխարհին, որտեղ որ ընդունված է առաջնային օղակի, այսինքն կանխարգելման գործառույթները շատ ավելի բարձր մակարդակի վրա են դրված եւ ունենալով այդ գեները Վիգմորը իր մեջ որոշում ընդունեց, որ իրականացնի նաև այդ գործառույթը իր սոցիալական պատասխանատվության կտորը վերցնելով Հայաստանի Հանրապետությունում։ Եվ արդեն մենք 23 թվականից ունենք առաջին առաջնային օղակի ծառայությունը Վիգմորների կազմի մեջ, որտեղ որ սկսեցինք հավաքագրել մեր ազգաբնակչությանը, նպատակ ունենալով ցուցաբերել հենց առաջնահերթության կարգով կանխարգելիչ միջամտություններ, կանխարգելիչ օգնություն, որպեսզի մենք եւ հոգեպես եւ մնացած առումներով ինքներս մեզ բավարարված զգանք մեր կատարած աշխատանքից, հաշվի առնելով, որ ունենք նաեւ սոցիալական պատասխանատվության կտոր մեր գործի մեջ։ Ինչպես նաեւ մեր ստացիոնար բաժանմունքներից դուրս գրված պացիենտները հաճախ անհրաժեշտություն են ունենում շարունակական հսկողության, որոնք եւս Վիգմորի պոլիկլինիկաների ստեղծման ժամկետներից ցայսօր իրականացնում են ամբուլատոր օղակը եւ ոչ միայն։ Իսկ առաջնային օղակը Վիգմորի ինչ բժշկական ծառայություններ եւ կանխարգելիչ ծրագրեր է առաջարկում քաղաքացիների համար։ Կրկին անգամ ուզում եմ կարևորել Վիգմորի մշակած քաղաքականություն առողջության պահպանման առումով եւ այդ նկատառումներից ելնելով մենք ինքներս մշակել ենք որոշակի սկրինինգային ծրագրեր կախված պացիենտի ռիսկայնությունից նրանց համար որոշակի անվճար հետազոտություններ, ծառայություններ առաջարկելով, որպեսզի կարողանանք ժամանակին ի հայտ բերել հիվանդությունները կամ խնդիրները, որոնք պացիենտի մոտ դեռ կլինիկական դրսևորումներ չունենան։ Վիգմորում մշակված են ըստ ռիսկի խմբերի, տարիքային խմբերի ծրագրեր, որտեղ մարդը կարող է գալ իր տարիքին եւ առողջությանը համապատասխան հետազոտություններ անցնի, ինչպես պետության կողմից առաջարկված անվճար հետազոտությունների սկրինինգների ծրագրերում, շրջանակներում, այնպես էլ Վիգմորը լրացուցիչ այդպիսի հետազոտություններին ավելացրել է իր կողմից առաջարկվող եւ իր կողմից կարևորվող հետազոտություններ, որոնք որ ուղղված են
Հայաստանի Հանրապետությունում առաջի մահացության տեղ ունեցող քաղցկեղային հիվանդություններին, կանխարգելմանը, երկրորդը սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, այդպիսի մեծ կտորների ուղղվածության աշխատանքները միշտ կատարվում են Վիկմորում, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին հայտնաբերել հիվանդությունները։ Շատ լավ։ Իսկ ինչ կանխարգելիչ ստուգումներ եւ հետազոտություններ պետք է անցնի պարբերաբար մարդը ըստ տարիքի եւ ռիսկի գործոնների։ Իթիվս պետության կողմից առաջարկվող սկրինինգային հետազոտությունները Վիկմորը կարևորելով առաջին տեղերում գտնվող կյանքի համար վտանգավոր հիվանդությունների հնարավոր առաջացումները եւ նրանց կանխարգելումը մշակել ենք սկրինինգային ծրագրեր Վիկմորի կողմից առաջարկվող անվճար մերկցագրող պացիենտների համար, որոնց թվում են կրծքավանդակների համակարգչային շերտագրությունը, կոլոնոսկոպիկ հետազոտությունը, մամոգրաֆիկ հետազոտությունը եւ մի քանի այլ սկրինինգային ծրագրեր, որոնք որ իրականացնում ենք մեր մոտ գծագրված բուժառուների համար։ Իսկ նշված հետազոտությունները եւ առհասարակ ընթացակարգը ինչպես է, անվճար են, վճարովի են, թե ինչպես։ Այո, իմ կողմից նշված սկրինինգային ծրագրերը անվճար են Վիկմորում, անվճար են նաև պետության կողմից առաջարկվող հետազոտությունների ողջ փաթեթը, ողջ ծավալը, ինչը որ նախատեսված է այլ պոլիկլինիկաներում, օրինակ պետական ենթակայության գործող պոլիկլինիկաներում, դրանք բոլորը հասանելի են Վիկմորում անվճար սկզբունքներով։ Շատ լավ, ձեր խոսքում դուք արդեն նշեցիք ընտանեկան բժշկի կարևորության մասին։ Մի փոքր կուզեի մանրամասնեք այս ինստիտուտի մասին, որովհետև մարդկանց հետ երբ խոսում ես, շատերի կարծիքով ընտանեկան բժիշկը դա մի տեսակ շռայլություն է, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ։ Ինչ է իրականում իրենից ներկայացնում ընտանեկան բժիշկը։ Ընտանեկան բժիշկը շատ մեծ դեր ու նշանակություն ունի իրականում, քան մենք պատկերացնում ենք ինքներս, յուրաքանչյուր դեպքում, երբ մենք ունենք առողջական խնդիր, մեր մտքում պիտի գա մեր ընտանեկան բժիշկը, մարդը, ում մենք ճանաչում ենք, ում մենք վստահում ենք եւ ում պիտի դիմենք առաջի հերթին, երբ մենք հիվանդություն ունենք կամ կասկածում ենք, որ ինչ-որ առողջական խնդիրներ ունենք մենք։ Ընտանեկան բժիշկի դերն ու գործառույթները շատ լայն են, շատ բազմազան են, մեր պատկերացմամբ իհարկե, ինչը կուզեինք նաեւ ունենալ մեր ազգաբնակչությունը, որի համար մենք շատ աշխատանքներ ենք տանում այսօր։ Ընտանեկան բժիշկը տիրապետում է հիմնական հիվանդությունների ախտորոշմանը, գործելակարգերին, բուժման ընթացակարգերին եւ այլն։ Եվ պացիենտը, ով որ դիմել է իր ընտանեկան բժիշկին, պիտի վստահ լինի, որ իր ընտանեկան բժիշկը մոտեցում է ցույց տալու համակողմանի, այսինքն անգնահատելու իր առողջական վիճակը ընդհանուր առմամբ, ոչ թե կոնկրետ գանգատի ներկայացման առումով, եւ նրա գործառույթը պիտի տարածվի այդ պացիենտին բուժել եւ թույլ չտալ, որ նա հասնի հոսպիտալացման։ Եթե մարդ իրեն լիովին առողջ է զգում, արդյոք պետք է դիմի պոլիկլինիկա ստուգվելու համար, չէ՞, ասում են, որ տարին գոնե մեկ անգամ պետք է, բայց շատ հաճախ լսում ենք, թե ինչու, եթե մարդը ոչ մի գանգատ չունի, ինչու է պետք։ Այսպիսի կանխարգելիչ այցերը նպատակ ունեն հայտնաբերելու ժամանակին այնպիսի խնդիրներ, որոնք որ դեռ իրենց սաղմնային ձևավորման փուլում են եւ կլինիկորեն չեն դրսևորվում, ինչպիսի հետազոտություններ անցնեն, աշխարհը արդեն որոշել է, մշակել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում մեզնից մնում է միայն ծանոթանալ դրանց, հասկանալ դրանց նպատակները, տեղայնացնել դրանք եւ կիրառել մեր պրակտիկայում, ինչը Վիկմորը անում է իր համար։ Եվ ուրախությամբ պիտի նշեմ, որ շատ են եղել դեպքերը, որ մշակված մեր սկրինինգային ծրագրերի արդյունքում հայտնաբերվել են դեպքեր, որոնք որ չհայտնաբերվելու դեպքում կարող էին լուրջ ռիսկի խնդիր դառնալ մարդու առողջության եւ նույնիսկ կյանքի համար։ Այդպիսի իրավիճակները բացառելու ժամանակին հայտնաբերելու համար են նախատեսված հենց տարեկան այցերը պացիենտների, ովքեր որ չունեն որևէ առողջական խնդիր։ Յուրաքանչյուր տարիքում պետք է մարդը որոշակի հետազոտությունների ծավալ անցնի, կախված իր տարիքից եւ իր առողջական ընդհանուր վիճակից, որոնք որ մշակված են, շատ եթերը չցանրացնենք, եթե մեր որևէ մեկին կհետաքրքրի այս հարցը կարող են կապվել, մենք ամեն ինչը համբերատար ձևով կներկայացնենք։ Երբ խոսում ենք կանխարգելումի մասին, բնականաբար շատ հիվանդությունների կանխարգելում առնվազն մեզ մեդիայից այդպես են ասում, կապված է առողջ ապրելակերպի հետ։ Այսօր գրեթե չկա
որևէ մի հաղորդում կամ մի, չգիտեմ, մեդիա արտադրանք, որը մեզ չի պատմում առողջ ապրելակերպի մասին, ու շատ տարբեր մարդիկ տարբեր բաներ են պատմում, թերևս բժիշկը, առաջնային ուղղակի բժիշկը մեզ ունի խորհուրդներ տալու հնարավորություն եւ արդյոք այս հարցով կարող ենք դիմել բժիշկին։ Անշուշտ իմ աչքերում դա ոչ թե հնարավորություն է ընտանեկան բժիշկի համար, այլ առաջի պարտականություններից մեկը։ Երբ նա պացիենտին պիտի ուղղորդի, պիտի հուշի առողջ ապրելակերպի կարևորության, ինչպես իր անձամբ իր համար, այլ նաև իր ընտանիքի առողջության համար։ Այնպես որ ընտանեկան բժիշկի կողմից առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդները գուցեև խոսքի սկզբում նշեցի, որ այն պացիենտը, ով վստահում է իր բժիշկին, այդպիսի պացիենտները պիտի ստանան իր բժիշկի կողմից նաև խորհուրդներ առողջ ապրելակերպի վերաբերյալ եւ ոչ միայն բուժումներ։ Շատ կարեւոր եմ համարում ընտանեկան բժիշկի կողմից եւ ոչ միայն բժիշկի, այլ նաև թիմի կողմից, ընտանեկան բժշկության հաստատության թիմի կողմից, որովհետեւ պացիենտը ինքը պիտի տեսնի, որ հայտնվել է առողջ միջավայրում եւ որտեղ պահպանվում է առողջությունը, շատ կարևորվում է առողջ ապրելակերպը, նա պիտի իրեն այդպիսի միջավայրում զգա այցելելով բժշկական հաստատություն։ Այդպիսի մոտեցում կա մեր հաստատություններում, այդպիսի վերաբերմունք կա մեր պացիենտների հանդեպ եւ մենք չենք զլանում մի ավել անգամ իրենց հուշելու առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդները։ Նշեմ նաև, որ մենք մեր մեջ կիսահումորային, կիսալուրջ ձևով խրախուսելով առողջ ապրելակերպը ստեղծել ենք վատ միջավայր մի քանի հոգի ծխող մարդկանց համար, ովքեր որ դեռ ծխում են մեր թիմում, որպեսզի նրանք վերադառնան առողջ կյանքի։ Շատ լավ, քաղաքացիներից շատերը դեռ կարծում են, որ ամեն մարդ պետք է հաճախի իր տան մոտի պոլիկլինիկան, մինչդեռ որքան ես եմ հասկանում, արդեն նման հարցերը բավականին ազատականացված են, լուծված են, ինչպես է իրականում ընթացակարգը։ Այո, երկար տարիներ այդպիսին էր իրավական կարգավորումները, որ պացիենտը իր գրանցման հասցեում կարող է կցագրված լիներ ընտանեկան բժիշկին, բայց ի պատիվ առողջապահության նախարարության պիտի նշեմ, որ այս հարցը եւս կարգավորվել է մի քանի տարի առաջ, երբ արդեն պացիենտը ազատ է ընտրելու իր ընտանեկան բժիշկին իր վարչատարածքային միավորի ներսում, այսինքն օրինակ Երևանում ապրող նոր-նորքում ապրող պացիենտը կարող է կցագրվել Աջափնյակում բժշկական այդպիսի ծառայություններ մատուցող որևէ հաստատությունում։ Սա ավելի եւ մեր սահմանադրությանն է մոտիկ եւ պացիենտի առողջական իրավունքի իրացմանն է մոտիկ, որպեսզի նա ընտրի այն բժիշկին, որին որ իրոք ուզում է։ Միակ սահմանափակումը այս առումով այն է, որ պացիենտը պիտի կցագրվի այն վարչատարածքային տարածքում, որտեղ որ փաստացի բնակվում է։ Ինչպես է կցագրումը անցկացվում Վիգմորում, ինչ որ առանձնահատկություններ կան, թե ոչ։ Վիգմորում հաշվի ենք առել մեր ազգաբնակչության բոլոր շերտերին կցագրման հնարավորությունները շատ լայն են, սկսած ավանդական թղթային տարբերակով դիմումը լրացնելուց, վերջացրած էլեկտրոնային գadgetների միջոցով կցագրման հնարավորությունը։ Մենք ունենք մեր կայքեջերը, որտեղ որ մուտք գործելով պացիենտը կարող է էլեկտրոնային դիմում լրացնել, տարբեր հարթակներում կարող են տեսնել կցագրման համար հայտնվող QR կոդերը, որտեղից որ անցնելով հղումներով կարող են պացիենտները շատ հեշտությամբ կցագրվել կամ դիմում ներկայացնել կցագրման համար մեր հաստատություններին։ Եվս մեկ ավանդական մեթոդ հեռախոսազանգը, ոչ ոք չի չեղարկել հեռախոսազանգի միջոցով կցագրման հնարավորությունը, պացիենտը կարող է զանգել եւ պատվիրել հետադարձ զանգ եւ մենք ինքներս հետ զանգահարելով նրան կօգնենք մեր պոլիկլինիկաներում կցագրվելու հարցում։ Շատ լավ, ամփոփելով մեր զրույցը, վերջում թերևս խոսենք զարգացման տեսլականի հեռանկարների մասին, արդյոք ներդրվում են, համոզված եմ օգտագործում եք, հետաքրքրվում եք միջազգային փորձը առաջնային օղակի մասին, ինչ տեսլական ունեք։ Մենք ունեցել ենք հնարավորություն
կապ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, վայելել նրանց աջակցությունը մեր գործի սկզբնական հենց փուլերից, որպեսզի կարողանանք Wigmore-ի առաջնային պահպանման օղակները ձևավորել աշխարհում ընդունված կարգերին համաձայն, եւ մինչեւ այսօր էլ սերտ համագործակցություն ունենք տարբեր առաջատար աշխարհում գործող բժշկական հաստատությունների գործող եւ հայրենակից եւ ոչ մեր հայրենակից գոլեգաների հետ, ովքեր որ մեծ սիրով եւ համբերատարությամբ իրենց փորձը կիսում են մեր հետ։ Մենք ունենք հիմա Միացյալ Նահանգներում գտնվող մեր ղեկավար անձնակազմից մարդ, ով որ այնտեղ վերապատրաստման, փորձի փոխանակման առումով 2 ամիս ժամանակ կանցկացնի, վստահ եմ հետ վերադառնալուց մենք ավելի ուժեղ Wigmore կարողանանք ձևավորել։ Այսպիսի համագործակցությունները մշտական են Wigmore-ում, կարծես թե առօրեական են, բայց եթե կողքից աչքերով նայելու լինենք, անպայման դրանք մեծ գործ են մեր հանրապետությունում առաջնային օղակի մեր պատկերացրած ձևը ներդնելու համար։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, մենք խոսում ենք առողջապահության մասին, մասնավորապես առաջնային օղակի դերի մասին, եւ այսօր մեր հյուրեր Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի աշխատանքների համակարգող վիրաբույժ Կարեն Գրիգորյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, աղթվեմ առողջություն եւ առողջ ապրելակերպ բոլորին։ Շատ շնորհակալ եմ։